քիչ ուշացանք, ներող կլինեք։ Չէ, իրականում Տիկին Գևքան մեել։ Չէ։ Պաշտպանության տեքստը։ Բոլորս մասնակցելու ենք, դուք էլ մեր հետ։ Եթե դրա կարիք լինի, հա։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, քվորում ունենք, ովքեր են կողմ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերին, խնդրում եք վերկել կողմ, դեմ, ձեռնպատ չկա, խնդրեմ։ Պարոն Քոչյան, դիմում եմ որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, որի նախագահ, որի անդամն է Մելքոնյան Գագիկը։ Դիմում եմ ձեզ խնդրանք պահանջով։ Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս Մելքոնյան Գագիկը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել։ Արգելեք այս թեմայով նրան խոսել։ Շատ լավ։ Ես պարոն Մելքոնյանի հետ հաշվի առնելով, պարոն Մելքոնյան, խնդրում եմ։ Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսած։ Շատ լավ, պարոն Իրավունք չունես չխոսալ։ Պարոն Մանուկյան, պարոն Մելքոնյան։ Պարոն Մանուկյան, կներեք, էլի այդ մարդկանց փուրը տալուց առաջ մտածեիք։ Շատ լավ։ Չեղավ, հարգելի գործընկերներ, օրակարգը քվեարկել ենք, պարոն Մելքոնյան։ Էմոցիաները դնենք մի կողմ, ես էլ այնքան բարդ օրեր կարող է սպասվի, կարող է չսպասվի, որ իրա նկատմամբ լինենք հարգանքով, նաև եւ գերիների նկատմամբ, եւ նրանց ապագայի նկատմամբ, եւ մենք մեր նկատմամբ, եկեք սկսենք այսօրվա մեր աշխատանքը, հետո մենք օրակարգից դուրս, եթե հարցեր լինի, միասին կմնանք, քննարկենք եւ կորոշենք ոնց ենք ապրելու նույնիսկ այս բարդ իրավիճակում։ Համաձայն եք իմ հետ։ Հարգելի գործընկերներ, օրակարգը ձեր բաժանված է, սկսենք օրակարգի առաջին հարցից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարգելի գործընկերներ, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության օրենքում առաջարկում ենք փոփոխություններ եւ լրացում, ըստ էության բովանդակային իմաստով առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում մեր ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են այս տեսակի տրանսպորտային միջոցների ուրեմն քանակը, զուտ նաև վիճակագրական տվյալներ ներկայացնեմ, մարտի 1-ի երեկվա դրությամբ մենք ունենք երկրում հաշվառված երկանիվ մոպեդ 2594, եռանիվ մոպեդ 29, տրիցիկլներ եւ քվադրիցիկլներ միասին վերցրած 127 եւ տեսնում ենք, որ ուրեմն ճանապարհային երթևեկության մեջ նրանց ինտենսիվությունը մեծանում է, ըստ այդմ առաջարկում ենք պարտադիր ապահովագրության պահանջի դրույթը տարածել նաեւ տվյալ տրանսպորտային միջոցների վրա։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցեր հիմնական զեկուցողին։ Գեգամ Մանուկյան։ Պարոն Ղազարյան, ամբողջ քաղաքի գիտի է մոտորների, հատկապես հնդիկների վարած մոտորների հետ կապված խնդրեմ, որ վերահսկողությունը ոնց է լինելու, որովհետև ինքը սարսափելի բան է, էլի, բարդ աշխատանք է։ Երկրորդը չգիտեմ, հաստատերը դուք եք, թե ոչ, ես իրականում վարորդ չեմ, բայց շատ հաճախ այդ բողոքը լսում եմ հետևյալի մասին է։ Էլեկտրոմոբիլների ընդհանրապես գույքարկի հետ կապված, դիաուժի հետ կապված, որը ժամանակ առաջ ձևավորվել են մի քանի ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի վարձատրության դիմաց թեստ են իրականացրել եւ մեքենայի դիաուժը իջեցրել է։ Պայմանական այսպես ասեմ, շատ էլ չեմ հասկանում այդ մեքենաները։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, դիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները դիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի դիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Հա։ Շնորհակալություն, առաջի հարցին, ինչ վերաբերում է վերահսկողության էլեմենտին, պարոն Մանուկյան, հենց դրա համար էլ նաև այս կարգավորումն ենք նախատեսում,
որպեսզի ուրեմն դրանցից բխող պատասխանատվությունը, դրան շահագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրվի եւ մենք տենդենսը նկատել ենք, ասում եք վերահսկողությունը ինչպես է իրականացվելու, ինչպես այլ տրանսպորտային միջոցների պարագայում, թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուրեմն ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ հիմա սա ավելի են խստացնում այն տրամաբանությամբ որ դրանց համար լինեն ապա պայմանագրեր դրանց համար լինի պարտադիր ապահովագրության պահանջ երկրորդ հանգամանքը երկրորդ հարցը բնականաբար չի առնչվում այս նախագծին բայց անդրադառնամ էլեկտրոմոբիլների ուրեմն ձիաուժի հաշվարկմանը կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետև ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Հարգելի լրագրողներ, ձեզ հասկանում եմ, հետաքրքիր չի հարցը, որտեղ դուք չունեք այս տրանսպորտային միջոցը, բայց ցույց տվեք մենք աշխատենք լրության պայմաններում ձեր ըստ այդմ մենք ունենք որոշակի հաշվառման գործողությունների իրականացման հստակեցման անհրաժեշտություն դրա համար ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ տրանսպորտային միջոցների հաշվառման վերաբերյալ առաջիկայում կընդունվի թույլ տվեք դետալները հրապարակել այն պարագայում երբ որ արդեն կընդունվի կառավարության որոշման նախագիծ ուզում եմ ասեմ որ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է նույնիսկ մշակել ենք փոփոխություն նախագիծ եւ շրջանառության մեջ։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարելի է արձանագրել, որ առաջիկայում հատկապես տարին նոր է սկսում գույքարկի վճարման փուլը չի նոր է սկսվել, կարելի է արձանագրել, որ այդ դիաուժերի համահարթեցման մեխանիզմներ են մշակվելու եւ վարորդները անիմաստ շատ մեծ գումարներից ազատվելու են։ Պարոն Մանուկյան, մենք փոփոխություն ենք իրականացնում կառավարության այն որոշման մեջ, որը առնչվում է տրանսպորտային միջոցների գրանցմանն ու հաշվառմանը։ Մեր լիազորությունների տիրույթը գրանցում եւ հաշվառումն է, ոչ թե գույքահարկի որոշման կանոնները, ուղղակի սահմանված է, որ գույքահարկը որոշվում է ըստ ձիաուժերի, դա արդեն մեր կարգավորման տիրույթը չի։ Մենք հասկանում ենք, որ այս կարգավորումը որոշակիորեն ազդեցություն կունենա նաեւ գույքահարկի հաշվարկման բազայի վրա, բայց կրկին ցանկանում եմ շեշտադրել, որ մեր փոփոխությունները առնչվելու են կարգին եւ համահարթեցվելու է, թե ինչպես պետք է գրանցվի էլեկտրոնային ներողություն էլեկտրոմոբիլը։ Շնորհակալություն, ես հարց ունեմ։ Պարոն Ղազարյան, խոսք գնաց առաքիչների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին, որոնք շատ փոքր են, շատ դեպքերում մեծ մեքենավարողները չեն էլ նկատում կողքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են։ Ավելին, նրանք նաև հարմարվել են մեր իրականությանը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Բոլորս էլ տեսնում ենք ծռված համարներով, որը տեսախցիկները չեն ֆիքսելու, ոչ մի պատասխանատվություն չկա, այդ հարցը ոնց դիպեցվի։ Ավելին, մի ուրիշ հարց կա։ Մենք բազմիցս խոսել ենք, որ շատ գերատեսչական մարմինների դեմ, ինչպիսին գլխավոր դատախազությունն է, շարվում են մեքենաները, մեր պարեկները կարողանում են այդ խնդիրը լուծեն։ Մի 4-5 օր առաջ նորից շարված են, ընդամենը մեկ տրանսպորտային միջոց մի կերպ կարող էր խցկվել։ Նորից ես խնդրեցի պարոն Խուդինյանին, բայց պետք է չխնդրել։ Ես գիտեմ։ Մանուկյանից մի հիշեցրեք։ Վերջերս ես հանձնաժողովի նախագահն եմ։ Մինչև չլինելը պարոն Խուդինյանը հարցը լուծեց, բայց նա անընդհատ միջամտությամբ պետքա չլինի, նաև պետքա տվյալ գերատեսչության ղեկավարները իրենց աշխատողները, որպես կանոն հիմնականում իրենց աշխատողներն են։ Պետքա պատասխանատվություն կրեն այդ խցանումները մեզ խոչընդոտ դարձնելու համար։ Սա որպես բան, հիշեցում եմ ուզում ասեմ, բայց տրանսպորտային այդ միջոցները, մեքենա իրենց օգտագործվող համարների սենց ծռելը եւ դրանից խուսափելու հնարավորություն ձեռք բերելը, մենք ինչ գործիքներ ունենք այդ խնդիրը լուծելու համար։
Շնորհակալություն, պարոն Քոչյան, ընդհանուր առմամբ գործում են նույն կարգավորումները, ինչ որ այլ պարագայում, ասենք մեքենաների հետ կապված, որովհետև սա նույնականացուցիչն է եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ նույնականացուցիչը լինի հստակ երևացող, որպեսզի կարողանանք պատասխանատվության միջոց կիրառել, բայց հենց այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, այսինքն պարտադիր ապահովագրություն ենք սահմանում, սա եւս կարծում եմ մեկ խթան է, որպեսզի այս դաշտը գա վերահսկելիության տիրույթ։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հանգամանքին, նկատի կունենանք ընդհանուր առմամբ շնորհակալություն։ Եվ եւս մեկ խնդիր, մենք ինքնագլդորների հետ կապված քննարկման ժամանակ հիշեցրեցինք, որ նրանք վարելու տարածք չունեն, մայթերով են գնում, շատ դեպքերում հիշում եք ձեզ էլ զանգարեցի, ասեցի, որ իրենք սաղավարտ չունեն գլխի, բան չունեն, դա էլի վտանգ է, բայց ավելին, հիմա վերջերս արդեն 2 հոգով են գնում, կարող է երրորդն լստի մեկի ուսերին, արագություն են բացում եւ հաշվի չեն առնում, որ այդ արագությունը մայթերում դառնում անկառավարելի, կարող է երեխա լինի, մեկ-մեկ նաեւ կարող է այնպես ստացվի, որ անկախ մեր կամքից մենք չնկատենք հրենք եւ նման պարագայում իրենք նաեւ կյանք կարան կորցնեն, այս հարցը խստացնելու հնարավորություն ունենք թե չունենք։ Պարոն Քոչյան, ինքնագլդորների հետ կապված դաշտը մինչև մի քանի տարի առաջ ընդհանրապես կարգավորված չէր, որևէ կարգավորում այս առումով չկա, հենց ներքին գործերի նախարարությունն էր հեղինակել մի փաթեթ, որը ընդունվել է խորհրդարանի կողմից, որտեղ սահմանվել են, ասենք, այն գոտիները, որոնցով կարող են երթևեկել ինքնագլդորները, առավելագույն արագությունները, ասենք տարիքային շեմը, ինչպես կարող են օգտագործել, սա դեռ նոր է մտնում մեր մոտ կարգավորման դաշտ, մենք ուսումնասիրությունների տակ ենք պահում անվերջ, մոնիտորինգի տակ ենք պահում անընդհատ այս իրավիճակը եւ կներկայացնենք նաեւ հավելյալ փոփոխություններ։ Շնորհակալություն։